Գորիսը փոքրիկ Շվեյցարիան է, աշխարհի համակցում, ով Գորիսը չի տեսել, նա աշխարհը չի տեսել, աշխարհը պիտի ճանաչվի Գորիսով եւ իր մարդկանցով հյուրընկալ, Գորիսեցին ոչինչից չի ընկրկում, ոչինչից չի վախենում, բայց անհրաժեշտ է նորից մտածել, ես գիտեմ, որ շատ մտածում են, բայց ելքեր պետք է գտնել, համախմբել հայ մտքի ուժը, որպեսզի կարողանանք այս գեղեցիկ հողը ջուրը մենք պաշտպանենք։ Գորիսը ինքը կոլորիտով քաղաք է, ինչով է տարբերվում Գորիսը։ Գորիսը տարբերում է իր առանձնահատուկ մարդկային հոգու բնույթով, եզակի գորիսեցիներով, ինքը եզակի մարդկանցով, հյուրընկալ ժողովրդով։ Այսօր դուք եթե տեսնեք, բոլորը շատ սիրով, բոլորը դռները բաց են բոլորի համար։ 90% գորիսեցիների տանը փական չկա, աղջիկս, նրանք բալանի չունեն, բոլորը մեկը մյուսին գիտեն, Գորիսը մեկը մյուսին ճանաչում է, այնպես որ այս հյուրընկալ ժողովուրդը սիրում է հյուրընկալություն, սիրում է մարդկանց, լավ մարդկանց, հոգով հարուստ մարդկանց, մշակույթ ունեցող մարդկանց, ներքին ու արտաքին կուլտուրա ունեցող մարդկանց, Գորիսեցին թատերասեր է, մշակութասեր է, Գորիսեցին իր լեռների պես, իր լեռները պաշտպանող մարդ է։ Այսօր ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր սահմանին կանգնած զինվորին, խոնարհումս բոլորին, որ կանգնած այսօր պաշտպանում են մեզ, խոնարհումս մեր բանակի մեծ ու փոքրին, որ նրանք ամեն ինչ պիտի անեն, որ մեր բանակը ամրանա, սյունեցին չի ընկրկելու, որ իմանա, որ պաշտպանները ամուր են և ինքը իր հողի տերն ու իր ջրի տերն է։ Եվ այսօր մեր սիրելի գուսանի հոբելյանական տարեթիվը համայնքապետարան այսքան գեղեցիկ վեհաշուկ կազմակերպում է, որպեսզի իմանան, որ Սյունիք աշխարհը ոչինչից չի վախենում, նա գիտի գնահատել մեծերին և արժանավայել, հարգել նրանց հիշատակը ու լավ իմանա, թող մեր ժողովուրդը շատ գանձեր ունի, հոգևոր մշակութային գրողներ ունի և այդ մեծ գանձերից մեկը մեր սիրելի գուսանն է, որը հայ գուսանական արվեստի ամենաշողշողացող գագաթներից է։ Փառք ու պատիվ մեր գուսանին, փառք ու պատիվ Գորիսեցուն, փառք ու պատիվ Սյունիք աշխարհին, փառք ու պատիվ հայ մարդուն, Հայաստան աշխարհ, ես քո զինվորն եմ։